Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալ եմ Պաշտպան հայրենյաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Բարի ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Սաֆարյան, Ադրբեջանը մի քանի օր շարունակ կեղծ տեղեկություններ է տարածում Հայաստանի կողմից իբր հրադադարի խախտումների մասին։ Ադրբեջանի դիրքորոշումը այդպիսին է, որ պետք է իրենք մեր, այսպես ասած, պախարակեն, մեր սահմանների անվտանգությանը ինչ որտեղ դիպչեն, մեղմ ձևով ասեմ եւ այլն, եւ դրա ֆոնին ինչ է կատարում Հայաստանը հատկապես Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Ինչ ենք անում մենք։ Նիկոլ Փաշինյանը արդեն 4-րդ անգամ է կարծես թե խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելուց հետո Իլհամ Ալիևին համոզում է, որ ստորագրվի այդ պայմանագիրը։ Ընդ որում ինքը հայտարարեց, որ ինքը պատրաստ է իր ստորագրությունը արդեն այդ փաստաթղթի տակ դնելու։ Ինչի մասին է խոսում։ Ընդ որում հրադադարի խախտման հետ կապված վարչապետը հայտարարեց, որ ինքը կոնկրետ հանձնարարական է տվել պաշտպանության նախարարությանը չկրակելու, այսինքն խախտումներ չանելու, որտեղ մենք գնում ենք խաղաղության։ Ինչի մասին է այս ամենը խոսում։ Եվ արդյոք ճիշտ է հիմա ներկայումս եւս այդ խեղճ կեցվածքը ընդունել, չկրակելու հրամանը, չխախտելու հրադադարը։ Մի խոսքով ձեր տպավորությունը այս համաձայնագրի տեքստի հետ կապված, կրակոցների հետ կապված եւ ինչու ենք մենք ամեն անգամ հերքելով պնդում, որ պետք է ստորագրվի նաեւ խաղաղության պայմանագիրը։ Պիտի ասեմ, որ ձեր հարցը իր մեջ պարունակում է առնվազն 10 ենթահարցեր։ Միանգամից եմ տալիս, որ ձեզ չընդհատեմ։ Փորձեմ բոլորին անդրադառնալ, կարող եմ շատ մանրամասն անդրադառնալ, բայց քանի որ գիտեմ դուք անընդհատ ինձ ներկայացնում եք բազմաբնույթ, այսպես ասած, թիրախային հարցեր, ես փորձեմ անդրադառնալ եւ նաեւ բովանդակալից փորձեմ տեսեք։ Այո, գալով նրան, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը գրեթե պատրաստ է եւ որը որ ընդունում է ինչպես ադրբեջանական կողմը, ավելի շատ նաեւ հայկական կողմը եւ այս պայմաններում տեղի ունենում սահմանային խախտումներ ըստ ադրբեջանական մեղադրանքի եւ սրա մեղավորը մեր բանակի կանոնավոր բանակի ուրեմն զորամիավորներն են կամ զորամիավորումներն են կամ ներկայացուցիչները։ Ես պիտի միանգամից մերժեմ, ես պիտի միանգամից ասեմ հոբ։ Ինչու, որովհետև դեռևս անցյալ տարվա մարտի վերջից, ավելի ճիշտ մարտի 28-ին ներքին հանդում տեղի ունեցած փոխհարաբերության ժամանակ մեր պաշտպանության նախարարության ղեկավարությունը բավականին խիստ գտնվեց այն, այսպես ասած, ինքնագլուխ զինվորներին, որոնք կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Եվ գիտեմ, որ բավականին խիստ կերպով, կանոնակարգած կերպով դրված է ոչ միայն կառավարության ղեկավարի կամ պաշտպանության նախարարի կամ գլխավոր շտաբի պետի, այլ բոլոր զորամիավորումների ղեկավարների կողմից դրված է խստի կերպով արգելելու կանոնակարգը ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելը։ Այնպես որ ադրբեջանցի սրանք ընդամենը ճամարտակում են այս նարատիվները գետնի վրա ոչ մի արժեք չունեն իմպլեմենտատիվ, ուրեմն ռեալ առումով։ Խաղաղության պայմանագրի հետ կապված տեսեք, պիտի ասեմ հետևյալը։ Ադրբեջանի հոխորտանքը ոչ միայն Ալիևի բերանով, նաև արտաքին գործոց նախարարը մի քիչ, այսպես ասած, կարծեք թե զուսպ է արտահայտվում, բայց անվտանգության հարցերով օգնականը Հիկմետ Հաջիևը ավելի Հաջիև Հաջիզադե, նույնիսկ այսպես պահին չեմ էլ կարողանում մտաբերեմ ճիշտ ազգանունը, ավելի հոխորտանքով, ավելի, այսպես ասած, ռազմաշունչ տոնով են արտահայտվում։ Ինչու համար է սա այսպես, ինչու համար է նրանք Հայաստանի կողմից բոլոր կառուցողական հայտարարություններին արձագանքում ուրեմն post haste փութաջանությամբ, չէ, աճապարանքով եւ մերժում։ Եվ ընդ որում իրենց հոխորտանքները, իրենց ուրեմն հերուն գնացող նպատակները իրանք ներկայացնում են որպես վերինատյանի ճշմարտություն, ցպահանջ, post-arrestant,
Այ եթե այս բաները չանենք, մենք չենք գնա ստորագրել եւ այլ եւ այլ։ Եվ փորձում է Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը ստորագրելու ունենա մեծ կալորիա։ Ես ինքս ասեմ, որ առաջ եմ ուզում անցնեմ սա այս պահով, ես ինքս ուզում եմ ասեմ, որ գիտեք, Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների էսկալացիան եւ եթե Ադրբեջանը կնախաձեռնի Հայաստանի հանդեպ ոչ միայն սահմանային էսկալացիա, այլ փորձի ռազմական նոր կոնֆլիկտ հրահարել, դա Ադրբեջանի վրա նստելու է շատ թանկ։ Շատ թանկ, 100 միլիոններով։ Ես ասում եմ, որ մենք այսօր այն վիճակում չենք, ինչ որ եղել ենք 2020 թվականին կամ 2021 թվականին։ Նկատի ունեք մեր արտգործնախարարության այդ հայտարարության հետ դուք համաձայն եք, որ եթե ուժի կիրառում լինի, դա լինելու է միայն մեր պաշտպանվելու հետ կապված։ Ուրեմն ես եւ պատրաստ ենք այդ պաշտպանությունը ապահովելու։ Ես պիտի ասեմ հետեւյալը, անցել են այն ժամանակները, երբ 2020 թվականին կամ 2019 թվականին պաշտպանության նախարարը հայտարարում էր, որ երբ որ Թուրքիան հայտարարեց, որ այլևս Թուրքիան չի կարող Ղարաբաղյան կոնֆլիկտում լինել պասի դիտորդի կարգավիճակով, այլ իրեն համարում են լիարժեք կողմ։ Եվ այդ դեպքում մենք փոխանակ մեր ռեսուրսները կենտրոնացնենք ինքնապաշտպանության համար, ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի սահմանների պաշտպանության նախարարը հայտարարեց, որ նոր պատերազմ, նոր տարածքներ։ Այն ժամանակ, երբ այսպիսի հզոր տերություն Թուրքիան, որը գիտեք, Միացյալ Նահանգներից հետո ունի ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը թվականակով, Վերինաշճյանի, ոնց են ասում, ոտից գլուխ զինված ղեկավարը նախագահը հայտարարում է, որ մենք արդեն կողմ ենք, նա ասում էր նոր պատերազմ, նոր տարածքներ եւ մեր վարչապետը եւ մենք ուրախանում էինք կառավարության նիստում, այլևս չեմ խոսում, որ հուլիսյան էսկալացիայի ժամանակ Տավուշում կանչեցինք Սարդարապատում, չգիտեք եւ այլը, ինչ գինարբուկներ, չգիտեմ, բաքոսական ինչ մոտեցումներ, հերոսի կոչումներ, այս սա է, որ մեր ժողովուրդը հստակ պատկերացում չի ունեցել մեր բանակի ռեալ կերպարի մասին։ Սկսած ռազմական տեխնիկայից, սկսած բանակի մարտունակությունից, սկսած բանակի ներսում տիրող բարոյհոգեբանական մթնոլորտի մասին։ Այո, խաղաղության պայմանագիրը ստորագրելը աներկբա է։ Դա այլընտրանքից դուրս է։ Ինչքան էլ մենք փորձենք հասկանանք, որ սա ծանր զոհությունների գնով է, մի քանի անգամ շեշտել եմ, որ մենք չենք կարողանում պատմությունից դասեր առնել։ Մենք հասկանում ենք, որ մենք պարտված կողմ ենք, 2020 թվականի պատերազմը ցույց տվեց, որ հիմնահատակ օգտակար գործողության գործակիցը բանակի շատ թույլ է հայոց ազգային բանակի, սակայն վերջին տարիներին տեղի ունեցող մեր արտաքին դիվերսիֆիկացված տարբերակված քաղաքականությունը եւ նաեւ բանակի մարտունակության ուղղությամբ եւ ռազմատեխնիկական վերազինման ուղղությամբ կատարված աշխատանքները թույլ են տալիս ասելու, որ ոչ միայն սա, հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում ձեռք բերված հաջողությունները ես նկատի ունեմ առաջերտի Միացյալ Նահանգներ, Եվրոմիություն, Հնդկաստան, Ֆրանսիա եւ այլն, թույլ են տալիս ասելու, որ Ադրբեջանը գնալու է խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Տեսեք, Ադրբեջանը հիմա էլ առաջ է քաշում երկու պայման ճնշումների ներքո։ Ես տեսեք, ես չեմ ասում, որ սա այս խաղաղության պայմանագիրը, սա պարադայմ է, պարադիգմա է, ու հայերեն ասեմ, հարացույց է։ Ոչ։ Այս ժամանակավոր է լինելու։ Ինչ որ միտեղ Եթե մենք ասում ենք, եթե չէ մեր ընդդիմությունը ասում է սա կապիտուլյացիա է, այո, դե ընդդիմությունը գիտեք ինչ, ընդդիմության համար թեմա է պետք խոսալու, ընդդիմության համար նոյեմբերին խաղաղության պայմանագիրը, գիտեք, սա այլ դաշտից է, ես սրան չեմ ուզում հիմա ժամանակ կորցնեմ, սա հետոնիզմի, որ այս խոսալուց իրենք հաճույք են ստանում, սա կոչվում է հետոնիզմ, հետոնիստներ են, ընդդիմության ներկայացուցիչները մեր վատի համար իրանք հաճույք են ստանում, անկեղծորեն եմ ասում, եւ նույնիսկ ես սրանց ընդդիմություն չեմ էլ համարում, բայց դա այլ թեմա է, չեմ ուզում հիմա հարցազրույցի մեջ ժամանակ կորցնեմ, տեսեք, Ալիևը առաջ է քաշում, Ալիևը արտաքին գործոստ նախարարը եւ
Հաջիզադեն առաջ են քաշում երկու հիմնական նախապայման խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը եւ երկրորդը Հայաստանում չպետք է տեղակայվի ոչ միայն Հայաստանում, պետք է չտեղակայվեն երրորդ ուժերը։ Հիմա ես բացատրեմ Եվ սահմանադրությունը։ Սահմանադրությունը դեռևս Հայաստանի իշխանությունները չեն ուզում բաց խոստովանեն, որ Ալիևը պայման է դրել այդպեսին։ Չնայած իրենց ասենք Absheron News-ը, Azeri News-ը, Hebarlar-ը, Haberlar-ը եւ այլը բազմաթիվ գլարատվական գործակալությունների հարթակներում, պորտալներում ասվում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը պահանջ է դրել փոխելու Հայաստանի սահմանադրությունը, որը կապված է ցեղասպանության հետ, տարածքների հետ եւ այլն։ Սա այլ հարց է։ Գալով ԵԱՀԿ Մինսկի խմբին որն է Ալիևի պատճառաբանությունները, որովհետև 3 առաջ օր Ալիևը կարծեմ նորից ասպիսի հայտարարություն արեց, որը տեղադրված է Azeri News-ում։ Ուրեմն տեսեք, Ալիևն ասում է, որ երանախագահ պետությունների եւ նրանց ղեկավարների առաքելությունը միսիան եղել է հետեւյալը. մի պետություն, հանձինս Ռուսաստանի, զենք է մատակարարել կոնֆլիկտի կողմին։ Մյուս պետությունը հանձինս Ֆրանսիային ցույց է տվել քաղաքական աջակցություն, իսկ մյուս պետությունը հանձինս Միացյալ Նահանգների ցույց է տվել բազմաթիվ տնտեսական եւ ֆինանսական ծրագրերի հովանավորում եւ տնտեսության աջակցում։ Ալիևը չի ստել, բայց Ալիևը պիտի չստեր նաեւ Ադրբեջանի հետ կապված, որովհետեւ այս պետություններից Ռուսաստանը 5 անգամ ավելին է զենք մատակարարել, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ադրբեջանին։ Այս պետություններից Միացյալ Նահանգները 5 անգամ ավելին, ներառյալ նրանց հետ միասին նաև ուրեմն մեծ բրիտանական համադաշնությունը, չէ, որովհետև դրա մեջ մտ Commonwealth-ը, որովհետև դրա մեջ մտնում է նաև Կանադան, զենք է մատակարարել Ադրբեջանին։ Այլևս չեմ խոսում Իսրայելի մասին։ Ալիևը նաև չի ստում, որ բազմաթիվ երկրներ Եվրոմիության աջակցել են, հատկապես Բաքու ժամանեց Եվրոմիության բարձր հանձնակատար Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ էլի մարդիկ, եւ որոնք հայտարարեցին, որ գազամուղի տարբեր ծրագրերի, որոնք տնտեսական ծրագրերի արժեքը անցնում է մի քանի միլիարդ դոլարը, պատրաստ են համագործակցելու Ադրբեջանի հետ։ Ամբողջ խնդիրը սա է, որ նրանք տեսնում են այսբերգի վերևի մասը։ Այնինչ որ կա բուն էությունը չնկատելու են տալիս։ Ալիևը փորձում է խաղաղության պայմանագիրը շատ թանկ վաճառել Հայաստանի վրա։ Ալիևը փորձում է նաև մեծ կալորիա ձեռք բերել այս պայմանագրից։ Տեսեք, երբ որ ես ասում եմ խաղաղության պայմանագիրը այլընտրանք չունի, երբ որ ես ասում եմ խաղաղության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, ուզում եմ ես ձեզ մի հարց տամ։ Արդյոք ես նման եմ այնքան միամիտ մարդու, որը 16 տարի ապրել է Արցախում, որը առնվազն 3-4 տասնամյակ ունի քաղաքական գործունեության փորձ, որը փայլուն գիտի ինչպես Ադրբեջանի Հանրապետության պատմությունը, այնպես Թուրքիայի Հանրապետության, նաև Ռուսաստանի եւ նաև հայ-ռուսական հարաբերությունները, արդյոք ես չգիտեմ որոնք են այս խութերը եւ խորշերը։ Բայց ես պիտի ասեմ, որ դարձյալ անդրադառնալով ընդդիմությունը ասում է, որ նոյեմբերի 9 վերջնագիր էր, կապիտուլյացիա էր, սակայն հիմա քննադատում է Հայաստանի կառավարությանը, ասում է ինչու չի իրագործում նոյեմբերի 9-ի կետերը, կամ ասում է նոյեմբերի 9-ի սա է գրված։ Հիմա էլ Պուտինի Պուտինի Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ մեր վարչապետի հեռախոսազրույցը վկայում է այն մասին, որ փորձում է այստեղից կրակի շագանակներ հանել Ռուսաստանի Դաշնությունը։ Եթե բացի ասում եմ, եթե ստորագրուպիտի խաղաղության համաձայնագիրը ստորագրվի Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի Հանրապետությանը սպասվելու է Արցախի ճակատագիրը։ Նույնիսկ ավելին, Հայաստանի Հանրապետությունը այլևս կորցնելու է իր ինքնիշխանությունը։ Ես չեմ կարող ասել տողատակերում կամ մարգինալիայում ինչ հեռախոսազրույց է եղել, բայց ես դա մեկըդմիշտ ասում եմ վստահաբար։ Ոչ միայն սա։ Ես նաև պիտի ասեմ, որ նոյեմբերի 9-ի բոլոր կետերը իրագործվել են ի վնաս մեզ։
եւ խաղաղապահների տեղակայման եւ նրանց մասնակցության եւ առհասարակ գերիների փոխանակման եւ առհասարակ զորքերը որտեղ կանգնած են այնտեղ պիտի կանգ առնեն եւ այս առակ բացառելով փոխհրաձգությունը այլևս չեմ խոսում հաղորդակցության եւ կապուղիների վերաբացման եւ այլ այս հարցերի շուրջը հիմա առաջ գնալով ես ասեմ որ Միացյալ Նահանգների անվտանգության խորհրդի ղեկավարը իմպլեմենտատիվ կիրառական առումով եւ նախագահ Թրամփի օգնականը Մայք Օլսը հարցազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ հետ անցյալ ուրբաթ օրը եւ ոչ միայն խնդրել է, այլ պահանջել է խաղաղության պայմանագրի post-haste շուտապույտ ստորագրումը եւ նաեւ ռազմագերիների ազատ արձակումը վերադարձը շուտապույտ կերպով այլապես խաղաղության պայմանագիրը արժեք չի ունենա տեսեք, որպեսզի ինչ չդատապետեն, ես պիտի նաև ասեմ հետևյալը առանցնել Հայաստանը գնում է մեծ զոհողությունների Տավուշի մարզում ցույց կատարված սահմանազատման եւ սահմանանշման աշխատանքները, սահմանագծման աշխատանքները ցույց տվեցին, որ Հայաստանը պատրաստ է ամեն ինչով գնալու խաղաղության ապահովելու կամ լցնելու ադրբեջանցիների ագահ ախորժակը այս նարատիվները, կեղծ նարատիվները բացի արևմտյան Ադրբեջանից։ Տեսեք, այդ տարածքները վերադարձվեցին Ադրբեջանին, որտեղով գնում էր ուրեմն գլխավոր մայրուղին Երևան, Թիֆլիս կապող գլխավոր մայրուղին։ Բերքաբերի շրջանում Ջողազի ջրամբարի մոտ դեռևս ադրբեջանցիները չեն վերադարձրել ավելի քան 600-700 հեկտար, բայց դա կազմում էր շուրջ 900 հեկտար։ Քանի որ ես մանրամասն գիտեմ այդտեղի պատմությունը, դուք բոլորդ գիտեք, որ ես եղել եմ այնտեղ, մնացել եմ, ստուգել եմ, բայց ես պիտի ասեմ, որ այսքանից հետո դեռևս Հայաստան Հանրապետության ղեկավարությունը հանձինս արտգործնախարարի, անվտանգության խորհրդի, ավելի շատ նաև վարչապետի պիտի հստակ ասեն խաղաղության պայմանագիրը ստորագրելու հիմնական նախապայմաններից մեկն էլ պիտի լինի շուտապույտ կերպով շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածքի ազատագրումը։ Չեն ասում, բայց պնդում են, որ եթե ստորագրվի, արդեն ավտոմատով։ Չէ, եթե արդեն գնացել է Տավուշի մարզում հայլային սահմանազատման եւ սահմանանշման սահմանագծման աշխատանքները, ապա դրան անմիջապես պիտի հետևեր շուրջ 700 հեկտար տարածքի անպայման հետ վերադարձը Հայաստան Հանրապետության տարածք եւ որը պիտի բացառվեր, որը գտնվեր Ադրբեջանի Բայց այլևս հայտարարեց, որ մենք մտադիր չենք դուրս գալու։ Ես հիմա շարունակեմ հետևյալը։ Ամբողջ խնդիրը սա է, գալով որ միջազգային գործիքակազմը Միացյալ Նահանգները, չգիտեմ, Եվրոմիությունը, հատկապես Ֆրանսիա եւ Գերմանիան շուտ բոլորը ողջունել են այս պայմանագրի ստորագրումը, նաև ողջունել է Ռուսաստանի Դաշնությունը, ապա դա պիտի լինի հայելային կերպով, նախ ես պիտի ասեմ, որ առհասարակ այդ անկլավները, որոնք կան, սրանք հորինված բաներ են։ Այս անկլավները ստեղծվել են խորհրդային իշխանության տարիներին, նույնիսկ մինչև 36 թիվ անկլավներ չի եղել։ Ես սա պիտի ասեմ, եւ բոլորս գիտենք, որ ինչպես է շուրջ 1050-ից 1200 քառակուսի կիլոմետր տարբեր դիտարկումներով ադրբեջանական ԽՍՀ յուրացրել հայկական ինքնիշխան հանրապետության ԽՍՀ-ի ուրեմն հողատարածքները պետական ֆոնդի անվան տակ կամ Կարմիր Քրդստան ստեղծելու անվան տակ։ Հիմա ադրբեջանական նարատիվները հոդս ցնդած են, ոչ մի քննադատության չեն դիմանում։ Տեսեք, Մարկո Ռուբիոն եւս հայտարարություն արեց խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին։ Մի քանի օր առաջ էլ Մոսկվայում էր գտնվում Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հատուկ բանագնացը Ստիվ Ուիտկոֆը, որը Մոսկվայում էր գտնվում հիմնականում ռուս-ուկրաինական հրադադարի պայմանները հստակեցնելու պայմանով, սակայն նույն գիշերը ուրբաթ լույս շաբաթ գիշերը նա ուրեմն Gulfstream jet արագընթաց ինքնաթիռով Մոսկվայից անսպասելի կերպով փոխեց չվերթի ուղղությունը եւ վայրեջ կատարեց գիշերը ժամը 3:30 թե 4-ի կողմերը
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում եւ ունեցավ շուրջ 2-2.5 ժամվա կանգառ եւ շատերը ասում են, որ հանդիպում է ունեցել նաեւ Հեյդար Ալիևի հետ, ներողություն, Իլհամ Ալիևի հետ։ Որոշ մարդիկ Jerusalem News-ը շտապեց հայտարարելու, որ այդ հանդիպումը եղել է հիմնականում սիրիական, իրանական բանակցությունների կամ ուրեմն խնդրի կարգավորման շուրջը, բայց թողնենք մի կողմ։ Բայց պարզից էլ պարզ է, որ խոսքը գնում է հստակ կերպով խաղաղության պայմանագիրը ստորագրելու շուտապույտ կերպով դրա մասին։ Ադրբեջանը նաև առաջ է քաշում մեկ այլ պայման, որ Հայաստանը պետք է դադարեցնի զենքի արկովաճառքը կամ ռազմական փոխօգնության պայմանագրերը այդ երկրների հետ, ասենք Հնդկաստանի, չգիտեմ, Ֆրանսիայի եւ այլ երկրների, Բելգիայի եւ այլն։ Ես պիտի ասեմ, որ նախ Ադրբեջանը չի կարող այսպիսի հոխորտալուց տոնով պայման դնի Հայաստանի Հանրապետության առջև, որովհետև մենք քանիցս հայտարարել ենք, որ զենքը Հայաստանի Հանրապետությունը հայթայթում է, ձեռք է բերում իր սահմանների պաշտպանական նպատակներով եւ այլն։ Նույնիսկ ես գիտեմ, որ Հայաստանի Հանրապետությունը նաեւ փորձ է արվում սահմանապահ զորքերի ենթակայությունը դարձնել ավելի շատ քաղաքացիական ծառայություն որպես Այնպես որ այս հոխորտանքները, այս նարատիվները եւս երթական անգամ հոդն են ցնդում եւ բացի դրանից Ալիևը չի կարող Հնդկաստանի, Ֆրանսիայի կամ մեկ այսպիսի հազոր տերության արչեւ պայման դրի, որ նրանք մեզ զենք չվաճառեն։ Հերթական անգամ նաեւ ուրեմն Միացյալ Նահանգների մեկ այլ պորտալ տեղադրել է իր հարթակում նորություններ, որ Գերմանական ռազմաբազայում կայանված բազմաթիվ ամերիկյան զինատեսակներ 2025 թվականի հուլիս-օգոստոս սեպտեմբեր ամիսներին մինչև սեպտեմբերի 10-ը պիտի շուրջ 150 ռազմական տեխնիկա պիտի տեղակայվեն Հայաստանում խաղաղապահ զորավարժություններ համատեղ զորավարժությունների համար Eagles Partners արծիվ համագործակցության շրջանակներում որը պիտի ասեմ, որ լուրջ նախադրյալ է Հայաստանի պաշտպանության անվտանգության գիտեք, մարտահրավեր չեմ ասի, բայց ամենայն դեպս սա դառնում է այն գոտին, որի անդորը խաղաղությունը հուզում է ինչպես Միացյալ Նահանգներին, ինչպես Եվրոմիությանը, ասել, որ սրանք չելենջներ են հստակ խաղաղության համար, գիտեք, այդքան միամիտ չեմ էլի, որ ես ասեմ Ադրբեջանը չի խախտելու խաղաղության պայմանագիրը։ Ինքը ադրբեջանական պետական կառավարման մենթալիտետը, արժեհամակարգը չի տեղավորվում պայմանագրաունակ տրամաբանության մեջ, հատկապես միջազգային կրիտերիաներով, չափորոշիչներով։ Այդ բենչմարկին նրանք հասնելու համար դեռևս տասնամյակներ են պետք։ Դուք լավ գիտեք, որ ես դեռևս 3 տարի առաջ, երբ որ մեկնարկել է եւ Գրանադայի, եւ Պրագայի, եւ այլ խորհրդակցություններից անմիջապես հետո ձեր հյուրընկալվելով ձեր ուրեմն հարցազրույցի սրահում, ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման վերջնական տարբերակի գնալու է շատ դանդաղ կերպով, փորձելով դրանից ողել առավելագույնը փորձելով ստիպելու Հայաստանի Հանրապետության կառավարությանը ծնկաչոքը գնալ զիջումների։ Հիմա ես պիտի ասեմ հետևյալը։ Կհիշեք, Բերբոքը հայտարարում էր, որ գնալու ենք ցավալի եւ համարձակ զիջումների։ Հիմա ես ձեզ հայտարարում եմ, սա այս փոխզիջումները հայելային չեն։ Ինչքան էլ ես փորձեմ պաշտպանել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ինչքան էլ փորձեմ շատ խնդիրներում աջակցել եւ այլ, բայց ես պիտի ասեմ, որ այս զիջումները համարժեք չեն։ Ես եւս մեկ այլ բան էլ պիտի ասեմ։ Ինչու եմ ասում, որ պայմանագրի ստորագրումը տալիս է մեզ ենթադրություն անելու համենայն դեպս 60-70%-ով, որ լայնամասշտաբ պատերազմը բացառվում է։ Տեսեք, կոչում է խաղաղության պայմանագիր։ Հիմա անդիմությունը ինչ է ասում։
ջերիների ազատ արձակման մասին է խոսում, ընդդիմությունը խոսում է Սյունիքի միջանցքի տրամադրման մասին, ընդդիմությունը խոսում է զենքի մատակարարման դադարեցման մասին։ Պատմությունից բերեմ ընդամենը մի քանի օրինակներ։ Բոլորս գիտենք 1918 թվականի հունիսի 5-ին ստորագրված պայմանագիրը Հայաստանի Հանրապետության եւ Օսմանյան Թուրքիայի միջև պայմանագիրը կոչվում էր ուրեմն հաշտության եւ երկարատև համագործակցության պայմանագիր, ուրեմն փոխընդբռնման պայմանագիր։ Եվ այդ պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը մնաց ընդամենը 9450 քառակուսի կիլոմետր։ Պատմաբան Լեոյի թեւավոր արտահայտությամբ, եթե վերցնում ենք որպես գերեզման հայ ժողովրդի համար, կարծեք թե մեծ է, բայց եթե վերցնում ենք ապրելու համար, շատ փոքր է։ Եվ ընդամենը այստեղ ապրում էր 220,000 հայ բնակչություն, շուրջ 80,000 մահմեդականություն։ Հայաստանից կտրվում էր Սևանի ավազանը, Հայաստանից կտրվում էր Գեղարքունիքը ամբողջությամբ, մի շատ փոքր մաս էր մնում Սյունիքն ամբողջությամբ, Շահուրը ամբողջությամբ, Ալեքսանդրապոլի գավառի մի մասը, Երևանի գավառի մի մասը եւ Հայաստանի մնում էր ընդամենը այդքան։ Ընդ որում Երևանում պիտի նստեր մուֆտին, գլխավոր մուֆտին, մահմեդական առաջնորդը, եւ որը մտնում էր Ադրբեջանի ենթակա էր Բաքվի Շեխուլ Իսլամատի ուրեմն հոգևոր իշխանությանը։ Եվ դուք պատկերացնում եք, ընդամենը մի քանի ամիս անց, երբ որ ստորագրվեց Լեմնոս կողզում Մոդրոսի հաշտության համաձայնագիրը, այդ ամենը հոդը ցնդեցին եւ Հայաստանի Հանրապետության տարածքը անցավ 58,000 քառակուսի կիլոմետր։ Բայց ընդդիմությունը ինչի՞ չէ դրանից խոսում։ Հայաստանը եւ հայ ժողովուրդը այսօր ապրում է իր պատմության մեջ դժբախտ, ցավալի, ողբերգական եւ արհավիրքային իրադարձություններով լեցուն մի ժամանակահատված, որը պատմության մեջ մենք կարող է այսպես ապրած լինենք մի քանի անգամ։ Ինչու՞ չի խոսում Հայաստանը 1991 թվականի մայիսի սկիզբ եւ օգոստոս օղակ օպերացիայից, որը ձեռնարկել են ռուսները։ Եւ բոլորս գիտենք, դրա հետևանքով դատարկվեց Գետաշենը, այնուհետև դատարկվեց Շահումյանը, Հայաստանի սահմանները դարձան շատ խիստ վտանգված եւ այլ եւ այլ։ Ինչու՞ չի խոսում, ինչու՞ չէր այդպես փութաջանությամբ խոսում 2008 թվականի ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից կառուցողական, այսպես կոչված քաղաքականության մասին։ Ինչու՞ չի խոսում Արցախի դատարկման, ինչու՞ չի խոսում Փարոխի, Խրամորթի գյուղերի հանձնման, առանց կրակոցի։ Ինչու՞ չի խոսում ռուսների նվիրատվությամբ, ռուսների որպես բաժինք, որպես օժիտ ադրբեջանցիներին տված ջերմուկի հատվածը եւ Սև լճի ամբողջ շրջակայքը, որը Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածք է։ Չեմ ուզում այլևս անդրադառնամ դրան, բայց գիտեք, անընդհատ փորձել, որ դանակը ձեռքների, սուրը ձեռքներին խոցել օրվա իշխանությանը խոցել, քիչ առաջ ես ասացի, որ տեսնում եմ այս խոթերը, տեսնում եմ այս խորշերը, տեսնում եմ նաև այս շատ բացերը, բայց մենք պիտի կարողանանք նաև մեր հայտարարություններով փակել ադրբեջանցիների ախորժակը։ Դա քանի որ նորից կարծում եմ այլ հարցերին ենք անդրադառնալու, բայց ես երկու նախադասությամբ ասեմ։ Ընդամենը մեզ երկու բան է պետք։ Բանակի մարտունակության անշեղ բարձրացում, զենքի հայթայթման ուղղությամբ մեծ աշխատանք, Հայաստանի Հանրապետությունում սկսված մեկնարկած ռազմաարդյունաբերական ոլորտի, ռազմաարդյունաբերական համալիրի ընդլայնում, գերժամանակակից պայմաններին համապատասխան եւ համահայկական համազգային համախմբում։ Դե հիմա գիտեք, գալիս ասում են, այո, նաեւ ես չեմ անդրադարձել միջազգայինացիաներում Հայաստանի կողմից հայցերից հրաժարվելուն։ Դա էլ ուրեմն Հայաստանի Հանրապետությունը, եթե գնում է հայելային տարբերակով, չի բացառվում, որ կարող է, այո, ժամանակավորապես դարձյալ հայելային, ես համոզված եմ, որ եթե Հայաստանի Հանրապետությունը այդ հայցերը հետ վերցնի, դարձյալ Ադրբեջանը առաջ է քաշելու այլ նարատիվներ, այլ հոխորտանքներ, բայց ես ասում եմ, որ
Սա էլ տարբերակ է գոնե ժամանակավորապես տեսնելու ինչ է մեզ նորից ինչ մեղադրանք է առաջարկելու կամ ինչ մեղադրանք է մեզ պարտադրելու Ադրբեջանը։ Պարոն Սաֆարյան, Ես եւս երկու բառ պետք է ասեմ, մի ցավոտ խնդրել եմ ուզում անդրադառնամ, ասում եմ, որ արցախցիները եթե Հայաստանի Հանրապետությունը այդ հացերից հրաժարվի, արցախցիները պատրաստ են հաստ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ, տեսեք, ես ասեմ, սա անթույլատրելի ոճ է, ինքս ճանաչելով ովքեր են դրա հեղինակները, դրանք անընդհատ լակիանման իրանց տրկամիտ պահվածքով օրվա իշխանությունների հանդեպ իրենք ոչ մի հայտել Ադրբեջանին չեն ներկայացել, օրվա իշխանություններին չեն ներկայացել, իրենք էլ գիտեն ինչպես է մեր երկիրը այդ ոսկե ադամանդյա եզերքը ծվեն եղել ռազմական ֆեոդալների եւ օրվա իշխանությունների կողմից, այնպես որ ես ասում եմ, որ սա ողջունելի ճանապարհ չի, սա ուրեմն հերթական անգամ ջուր է լցնում Քոչարյանա-Սերժական ոհմակի ջրաղացի։ Պարոն Սաֆարյան, եթե ամփոփենք փաստորեն խաղաղության պայմանագիրը, դուք ասացիք, պետք է թույլ տալ, որ Ռուսաստանում կնքվի այդ պայմանագիրը, այսինքն ստորագրությունները դրվի, նաև առանց միջնորդների է լինելու։ Եթե ոչ Ռուսաստանի Դաշնությունում, ապա Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին լինելու է Մոսկվայում, եւ եթե ոչ Ռուսաստանի Դաշնությունում, ապա որտեղ եք գտնում, որ պետք է դա արվի եւ առանց միջնորդների դա պետք է արվի, թե պետք է ունենանք մենք երաշխիքներ։ Ես գտնում եմ, որ պայմանագրի տարբերակը եթե պատրաստ է, իրոք եթե պատրաստ է, ես ինքս ինչքան էլ ինչպես պնդում է հայկական կողմը, ինչքան էլ փորձում եմ ճշտեմ, քանի որ դուք գիտեք, որ կարծում եմ թուրք լրագրողների ժամանման մասին ինձ հարց կտակ, ես դրան կպատասխանեմ, բայց ես գտնում եմ, որ տեսեք, եթե միջնորդները լինելու են Ռուսաստանը, Թուրքիան, ես մի բան պիտի ասեմ, որ այսօր տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը ավելի նկատելի է, քան Ռուսաստանի ազդեցությունը։ Եթե ասեմ, որ Թուրքիան այսօր տանում է ապակառուցողական դեստրուկտիվ քաղաքականություն, այդ հիմքերը ես չունեմ։ Թուրքիան այսօր տարածաշրջանում իր ազդեցությունը թելադրում է, իր ազդեցությունը փորձում է պահել նաև շատ դեպքերում Միացյալ Նահանգների թելադրանքով։ Դա պարտադիր այդպես է։ Գալով այսպես կոչված չարչրկված Պանդորայի արկղին, թե որտեղ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը, ես պիտի ասեմ, որ իմ խորին համոզմամբ ճիշտը կլինի, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Վրաստանում։ Իմ խորին համոզմամբ ճիշտ կլինի, որ պայմանագիրը ստորագրվի առանց միջնորդների։ Առանց միջնորդների։ Այո, իմ խորին համոզմամբ, եթե պիտի լինի միջնորդի արկայություն, ապա դա պիտի լինի միայն ու միայն Միացյալ Նահանգները։ Նույնիսկ ես չեմ ուզենա լինի Ֆրանսիայի կամ բրիտանական համագործակցության, Միացյալ Թագավորության կամ Գերմանիայի Դաշնության կամ Թուրքիայի մասնակցությամբ։ Իմ խորին համոզմամբ ինչու եմ անպայման մերժում Ռուսաստանի Դաշնության ձեռքով կամ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ստորագրվելիք պայմանագիրը։ Մայիսին ինչու եմ ուզում եմ դարձյալ անդրադառնամ պատմությանը։ Մայիսի 9-ին կարծեմ Հայաստանի Հանրապետության վարչապետը հրավիրված է մասնակցելու Մոսկվայում կայանալիք ուրեմն երկրորդ աշխարհամարտի 80-ամյակի միջոցառմանը ավարտի 80-ամյակի տոնակատարությանը։ Տեսեք, Ռուսաստանը սա դարձրել է իր մենաշնորհը։ Նույն ձևով Նիկոլ Փաշինյանը կարող էր պահանջել, որ 80-ամյա տոնակատարությունը նշվի Երևանում, որովհետև ունենալով շուրջ 600-ից 700 հազար մասնակցություն, ունենալով շուրջ 300 հազար զոհ Արցախից, Սփյուռքից, հայկական ԽՍՀ-ից, Ռուսաստանի Դաշնությունից եւ մասնակցելով երկրորդ աշխարհամարտի ամենակարևոր ճակատամարտերին հերոսաբար, այսօր մենք տեսնում ենք ինչի ենք արժանացել։ Ունենալով մեծ մասնակցություն մի քանի տասնյակ հազար զոհերով Բելարուսի, Ռուսաստանի մայրաքաղաքի ինքնապաշտպանության Բելարուսի ազատագրմանը, ունենալով այդքան հերոսներ եւ երբեք չշեշտվի։ Եվ այն բույնը,
որից սկիզբ են առել մեր հերոսների մարշալների ծննդավայրն է եւ հոխորտանքով եւ հպարտությամբ Բելարուսի տխրահարչակ նախագահը հայտարարում է, որ մենք ինքներս մասնակցեցինք Արցախի նվաճմանը, նվաճողական քաղաքականությամբ են զբաղվել, այդպես են մեզ փոխհատուցել։ Այդ նույն բաները Նիկոլ Փաշինյանը պետք է դնի նաեւ Ռուսաստանի Դաշնության վարչապետի առջև եւ պահանջելով ուրեմն որ այդպիսի տոնակատարություններից հերթականը պետք է նշվի անպայման նաեւ մեր մայրաքաղաքում։ Մեկ ուրիշ բան։ Հայնական մեծ պատերազմ տերմինը ես չեմ ընդունում։ Դա խորհրդաթուրքական պատերազմ է եղել, որովհետեւ եթե դա լիներ հայնական մեծ պատերազմ եւ մենք 300 զոհերը տվել ենք, այդքան գեներալներով, ծովակալներով, մարշալներով, այնիշ դուրս է եկել, որ հենց այնպես տվել ենք մենք։ Այնինչ մեր 5000 զոհերի համար այսօր ասում են, որ մենք անիմաստ տեղը տվել ենք, բայց մենք 300,000 ենք անիմաստ տվել։ Այլևս չեմ խոսում գերիների, անհայտ կորածների եւ վիրավորների մասին։ Այնպես որ ես մեր պատմաբաններին անպայման պիտի ասեմ, որ սա խորհրդաթուրքական պատերազմ է։ Սա չի եղել հայրենական մեծ պատերազմ։ Ես նաեւ մի քանի օր առաջ մեր համասարանից դասախոսությունից դուրս գալուց տեսել եմ նաև մի քանի պատմաբանների, իրանք երևի հիմա լսում են եւ ես իրենց ասել եմ տեղներդ նստում եք եւ ոչ մի բանի չեք արձագանքում եթե չեք խոսում այս պայմանագրից եթե չեք խոսում մեր հայոց պատմության ամենակարևոր էտապներից եթե չեք խոսում այն ինչ որ կատարել են ռուսները ապա ես պիտի ասեմ դուք ինչով եք զբաղված դուք հիմնականում զբաղված եք եղել քրամրությամբ չէ սերտուցուցներ եք եղել, տարեկան պարապել եք 20-40 դիմորդների հետ եւ դա եղել ձեր տակուկ անկյուններում վախենում եք ձեր կարծիքը արտահայտելուց։ Հիմա նույնը նաեւ ազգային ակադեմիա տասնյակ մահացած գիտաշխատողներ, որոնք ձևակերպված են, բայց աշխատողներ են։ Ազգային ակադեմիայի, ես պիտի ասեմ, ազգային ակադեմիայի ակադեմիկոս քարտուղարը կամ փոխնախագահը, որը զբաղեցնում է հումանիտար գիտությունների ղեկավարի պաշտոնը բացարձակապես պատկերացում չունի հայոց պատմության մասին։ Պարոն Սաֆարյան, այդ դեպքում ինչու հենց վարչապետը չի դիմում մասնագետներին։ Հիմա ես շարունակում եմ։ Դոկտոր պրոֆեսորներ, որոնք զբաղվում են Արևմտյան Հայաստանի պատմությամբ, որոնք պատկերացում չունեն երկու հիմնական եզրույթ չեն կարող բացատրել որն է Արևմտյան Հայաստանը եւ որն է Արևմտահայությունը։ Ես իհարկե ուզում եմ իմ գովեստի խոսքերս ասել իմ ավակ ընկերներին Ռուբեն Սաֆրաստյանին եւ Ռուբեն Գալջյանին, որոնք ամեն օր ու գիշեր փորձում են իրենց նպաստը բերել այս ծանր օրերին եւ դիվանագիտությանը եւ քաղաքասարակությանը եւ ինչու՞ չի նաեւ Հայաստանի Հանրապետության իշխանություններին աջակցելու համար սահմանազատման, սահմանագծման, դիվանագիտության միջազգային պայմանագրերի այդ թվում ստորագրման համար ասելով նաև չերկնչելով ասելու ճշմարտությունը։ Ինչու է հրաժարվում Հայաստանի Հանրապետության վարչապետը անցկացնելու լայն հասարակական քննարկումներ մասնագիտական հանրույթի հետ։ Ես այդ հարցի հասցեատերը չեմ, բայց ես պիտի ասեմ, որ սա օդի ու ջրի նման պետք է։ Սա ավելի շատ պետք է, քան երբևիցե։ Ասեմ, որ մասնագիտական հանրույթի մեջ կան շատ լավ մարդիկ եւ Արևելագիտության ինստիտուտում Հանձենս Տեկոս պաշտոնակատարի Իսկանդարյանի եւ ուրեմն պետական բուհերում կան ազնվորություններ, որոնք հրաշալի կերպով տիրապետում են եւ աշխարհագրության ոլորտը եւ տարբեր փորձագիտական, մասնագիտական ոլորտը։ Եթե սա Հայաստանի Հանրապետության կառավարությունը անձամբ վարչապետը չգնաց այս ճանապարհով, ես ասում եմ, որ մենք ունենալու ենք արտաքին քաղաքականության մեջ ոչ թե սայթակումներ, այլ մենք ունենալու ենք լուրջ ձախողումներ։ Ես պիտի ասեմ, որ սրա կարիքը նաև առաջնահերթ կերպով պիտի զգա ինչպես արտաքին գործոս նախարարը, այնպես էլ անվտանգության խորհրդի քարտուղարը, այնպես էլ պաշտպանության նախարարը։ Առանց սրան Հայաստանի Հանրապետությունը չի կարող Ադրբեջանի հետ ունենալ հայելային պայմանագիր, որտեղ արտացոլված լինի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ուրեմն մեր սահմանների անվտանգությունը
եւ մեր համակեցությունը կողքի մեր հարևանների հետ։ Պարոն Սաֆարյան, մեր հաղորդումը մոտենում է ավարտին, մեր ժամանակը արդեն քիչ է մնացել եւ ուզում եմ անդրադառնալ թուրք լրագրողների այցին։ Ինչպես է գնահատում եւ փաստորեն այդ այցից հետո ռեպորտաժ ներկայացվեց Երևանում, Երևանը ներկայացվեց որպես թուրքական քաղաք, Կապույտ մզկիթը որպես թուրքական եւ հետաքրքիրը նաեւ այն է, որ բավականին մուգ գույներով ներկայացրեցին Հայաստանի կարգավիճակը, բնակչության ապրելը եւ այլն եւ թուրք լրագրողը ավարտեց իր միտքը, որ հայերի փրկությունը Թուրքիայի հետ սահմանի բացումն է։ Եվ դրանից ինչպես է գնահատում այս հանդիպումը, նրանց ներկայությունը եւ ինչու հենց այս համաձայնագրի այս թեմաների քննարկելուց առաջ կարծես թե եղավ նրանց մուտքը Երևան։ Տեղյակ եմ, որ այս հանդիպումը թուրք լրագրողների հետ տեղի պիտի ունենար մի քանի ամիս առաջ։ Դեռևս 24 թվականի աշնանը։ Բոլորս գիտենք, որ հիմնականում մասնակցել են պետական հարթակում աշխատող թուրք լրագրողներ։ Սթարը, Անադոլու գործակալության ներկայացուցիչները, Անկարա Նյուզի, CNN Թուրքի կարծեմ 4 թե 5 լրագրողներ, 3 փորձագետներ եւ վերլուծաբաններ, շուրջ 7 հոգի եւ ամփոփիչ հանդիպումը, եթե չեմ սխալվում, տեղի ունեցել Մարիաքաղաքի Մարիոթ հյուրանոցի սրահում եւ նույնիսկ համակցված սինխրոն սիմուլտան թարգմանություն չի եղել, անգլերեն է եղել, տեղյակ եմ եւ իմ ընկերների միջոցով ես ունեմ որոշակի իրազեկվածություն, թե ինչ է կատարվել։ Նախ սկզբից փորձել են նրանք խոսեն հոխուր տալիս ոճով, այսպես ասած, մեզ մեղադրելով տարբեր կարգի ապակայունացման 30 տարիների ընթացքում ցեղասպանության, արտաքին քաղաքականության գործոն դարձնելու առաջնահերթություն, ելի տարբեր մեղադրանքներ, հատկապես սահմանների բացման հետ կապված փորձեր արվում, մեղադրանքի նժարը թեքել դեպի Հայաստանի կողմը, այդ ամեն ինչին տեղյակ եմ, շատ բան կարող եմ ասել, բայց պիտի ասեմ դարձյալ հավանաբար հարցազրույցի ձևաչափը թույլ չի տալիս ասելու շատ բաներ։ Ինչու եմ ես այսքան բանը ասում, որովհետև քանի որ սա առաջի այցն էր թուրք լրագրողների եւ ընդ որում սրանք եկել են Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով։ Այն որ ասում են մեր միջոցներով, բան եւ այլ, դա հրավիրող կողմն է հոգում բոլոր ծախսերը։ Ես պիտի ասեմ, որ թուրք լրագրողների պահվածքը, հատկապես CNN Թուրքի, որը համարվում է իրենց Անադոլու գործակալության հետ մեկտեղ, համարվում է իրենց երկու կարևորագույն լրատվական հարթակները, իրազեկվածության, չէ, բանը, գերատեսչությունները, չէ, դեպարտամենտները, իրանք փորձ արեցին մեղադրել Հայաստանի Հանրապետությանը սահմանների բացման, ցեղասպանության հետ կապված, հայ-թուրքական առևտրաշրջանառության, տնտեսական եւ նրանք փորձում են ներկայացնել, որ պիտի սահմանը բացվելուց եւ թուրք-հայկական բարիդրացիական կամ չգիտեմ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո մեր երկրում անմիջապես լինելու է պարադայս, դրախտ։ Բայց գալով վարչապետի կողմից անդրադառնալով ցեղասպանության խնդրին, ես պիտի ասեմ, որ այլ բան ես չէի ակնկալում, համենայնդեպս վարչապետը միգուցե շատ կարճ, բայց համառոտիվ ներկայացրեց, որ դա չի քննարկում առհասարակ, դա բացարձակ ճշմարտությունը, այլ բան է, որ ներկայումս նա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Ես առհասարակ պիտի ավելացնեմ, մտնի, չմտնի ցեղասպանության փաստի հետ թուրքերը պիտի երբևիցե առերեսվեն։ Դա կարելի է ասել եւ թուրք լրագրողներին, դա կարելի է ասել եւ Ալիևին, դա կարելի է ասել եւ Էրդողանին։ Եթե Միացյալ Նահանգների նման գերտերությունը, մոնստր տերությունը հաշվի է նստում ցեղասպանության հետ, այլևս սրա մասին խոսել չի կարելի։ Երկրորդը կապված Արևմտյան Հայաստանի եզրույթի հետ եւ այլը, գիտեք, բաներ կա, որ ես էլ եմ շատ հարցերում իմ համար էլ է դառնում զավեշտալի։ Եվ ոչ միայն դա, եւ նաեւ երևակայական Հայաստանի մասին, չգիտեմ իրական Հայաստանի մասին, չգիտեմ Հայաստանը խորհրդային ժամանակներում եղել է
մեր հայրենիքը, բայց մեր պետությունը եղել է կամ Կիլիկա միջնադարում մեր հայրենիքը եղել է Հայաստանը, բայց պետությունը եղել է Կիլիկյան, գիտեք, սրանք շատ խորը։ Սա եւ նրա մասին է, որ դուք ասում եք պետք է մասնագետների հետ ունենա քննարկում։ Տեսեք, ես մի բան պիտի ասեմ, սովորաբար դուք գիտեք, մեկ-մեկ ես անուններ եմ տալիս։ Ես մի բան պիտի ասեմ, որ ժամանակին, երբ որ ես կանգնում էի իմ լուսավոր ուսուցիչներ Ջոն Կիրակոսյանի եւ Վահագն Դադրյանի կողքին, չնայած ես ինքս էլ ունենալով գիտելիքների նորմալ պաշար, ես ամաչում էի իրենց մոտ խոսալուց, երկնչում էի։ Այլ բան է, որ 1 ժամ հետո, 2 ժամ հետո իրենք ընդհակառակ ասում են, պիտի խոսես, դու պիտի ասես, իրենք էլ բան էին անում, բայց ես պիտի ասեմ, մեր քաղաքական հայագիտությունը այսօր ես ունեմ, ճանաչում եմ մարդկանց, որոնք այսօր պատրաստ են լրացնելու այդ բացը, տետատետ, երես դեմարդեմ նստելու կառավարության անդամների հետ, եւ ես երկու հարցով պիտի դիմեմ Հայաստան Հանրապետության վարչապետին, որպես պաշտոնական դիմում եւ պաշտոնական հաղորդագրություն շուտապույտ կերպով աշխատակազմում են դիմում եւ իմ կողմից հարգված Նազելի Բաղդասարյանին արագ կերպով կազմակերպել այդ հանդիպումը մասնագիտական հանրույթի հետ, առավել եւս ես խոստանում եմ, որ օծի կամ վագրի պես չենք կծելու, հաստատ բարձրացնելու ենք այնպիսի հարցեր, որոնք մտահոգելու են մեր ժողովրդին եւ մեր պետականությանը, ելնելով պետական շահից, այլ բան ասել չեմ կարող։ Թուրք լրագրողների հետ եւ եւս պիտի ասեմ մեր վարչապետին, երկրորդը կարծում էլի հարցեր կունենանք մենք, եւ պիտի ասեմ, որ թուրք լրագրողների մեջ նաեւ կային եւ հատկապես վերլուծաբանների մեջ եւ մեր կողմի ելույթներից հետո էլ նրանք տեսան, որ իրենք պիտի գնան մենակ կառուցողական ճանապարհով, դեստրուկտիվ կերպով իրենք չեն կարող առաջ գնալ եւ այս հանդիպումը պետք էր եւ ոչ թե պետք էր չընդունելով թուրք լրագրողների, այսպես ասած, նույնիսկ մոտիվացիայից Հայաստանը մռայլ երկիր է, նախկինում եղել է Երևան, նախկինում եղել է, չգիտեմ, թուրքական անուններին, նույնիսկ մեղադրեցին մեր կադաստրի կոմիտեին այդպիսի քաղաքականության համար, տեղանունների հարաճո փոփոխության համար, բայց վերջում իրենք եկան այն զրակացության, որ անընդհատ պետք է այս շփումը, այս կոնտակտները ավելի ֆրիկվանտ ձևով, հաճախակի կերպով կայանան եւ այս հատկապես փորձագետները եւ լուծաբանները պիտի ասեմ շատ բարձր տպավորությամբ այստեղից գնացին։ Ընդհանրապես ես այդ կարող եմ ասել։ Պարոն Սաֆարյան, մեր ժամանակը ավարտվեց, հարցերը շատ են, կարծում եմ նորից կհանդիպենք, կունենանք հնարավորություն, 1-2 խոսքով եթե կարող եք, ինչպես եք բնութագրում, հետևում եք նաեւ հիմա Գյումրիում եւ Փարաքարում տեղ ունեցող ընտրությունները։ Ոչ միայն հետևում եմ, փորձում եմ նաև իմ մասնակցությունս բերել իմ ուսանողների միջոցով, իմ մասնագետ ընկերների եւ իմ շրջապատի, դուք բոլորդ գիտեք, որ ես ինքս ինչքան եմ որպես sociable man, չէ, կոմունիկաբելնի, բոլորին կոչ եմ արել Գյումրիում ընտրություններին անպայման տեր կանգնել իրենց ձայնին, եւ եթե Գյումրիում պիտի գնանք քվեարկելու, կոչ եմ արել քննարկելու օրվա տեխնացու Սարիկ Մինասյանի օգտին, քանի որ ես ճանաչում եմ ոչ միայն իրեն, այլ նաեւ անձամբ իր գերդաստանը եւ Փարաքարում էլ կոչ եմ արել համայնքում խոշորացված համայնքի ընտրություններում կոչ եմ արել ձայնը բարձրացնել հոգուտ պաշտոնակատար ուրեմն Լյուդվիգ Գյուլնազարյանին, քանի որ ճանաչում եմ նրա գերդաստանը, նրա քերին եղել է ազատամարտիկ Ռազմիկը, իմ ընկերը, քանի որ ես Փարաքար համայնքի հետ առնվազն 4 տասնամյակ կապված եմ թելերով, բարեկամական, իմ քավորը հարսանիքի, իմ ամուսնության քավորը 20 տարի շուրջ եղել է Փարաքարի համայնքապետը Սամվել Վարդանյանը, մի հերոս մարդ անձնավորություն, որը եղել է փոքր օդանավակայանի փոխադրումների ծառայության ղեկավարը Արցախյան պատերազմի տարիներին եւ անազնական կյանքով ապրել է մի քանի տարի։ Այնպես որ ես կոչ եմ անում այնտեղ եւ գիտեք ինչ, ես մի բան էլ պիտի ասեմ, մենք պիտի հիվանդագին չտանենք։ Ինչքան էլ ես լինեմ որպես կողմ այդ ընտրություններին, ես նաեւ մասնակցելու եմ, եթե պետք նաեւ շրջիկ վստահված անձ եմ լինելու, անգամ եթե լինեն
այլ հաղթողներ, հաղթողներ, այլ հաջողության հասածներ ընտրություններում դա եւս ողջունելի է, որովհետեւ դա խոսում է ժողովրդավարության մասին։ Այնպես չի, որ ասեն, գիտեք ինչ, մենք այլևս պիտի թշնամական վերաբերմունք ունենալ, բայց ես ասեմ հետեւյալը։ Տեսեք, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հիմա լուրջ հայտ են եւ լուրջ նախապայման են 26 թվականի համապետական հերթական ընտրությունների համար։ Ինչու եմ ես սա ասում, որովհետեւ եթե վարչապետը Գյումրիում հայտարարում է սա մեր վերջին ճակատամարտն է, բա 7 տարի, ինչու՞ չես վարչապետ ջան, ինչու՞ չես ճակատամարտեր տվել։ Դուք ասում եք Վարդան Ղուկասյան, դուք ասում եք Բալասանյան Դաշինք, դուք փարակարում ասում եք չգիտեմ նախկին ներկա, այսօր էլ փարակարում այնպիսի մարդիկ են մտել որպես տեխնացուներ, որոնց ճանաչելով, որոնց նույնիսկ Գերդաստանը ճանաչելով, ամաչում է, ասում եք Գյումրի մենք պիտի հետ բերենք 300-ից 400 միլիոն, ինչու եք բաց ասում, սա նշանակում է հանցագործության մասին հաղորդում, հետևյալն եմ ասում, դուք լավ գիտեք, որ ես առնվազն 10-15 տարի եղել եմ համայնքային ընտրություններում շտաբի պետ, եւ Ավանում ես չեմ 3 մարդկանցից մեկը կազմակերպման, ես երրորդը հաստատ չեմ եղել 4 անգամ եւ ես մի միլիմետր, եթե ասեմ սանտիմետր, կասենորել եմ միլիմետր, մի միլիմետր հող չեմ ունեցել ես, ոչ էլ ինձ պետք էր, հիմա տեսեք, մեկը, տեսնում եք դատախազի դատավարություն, ասում ես Երևան քաղաքում մի սանտիմետր հող չեմ վերցել, որ ուզենայի կեսը կվեր, ոնց կգրավեր, դու դատախազի, դու պիտի քո ֆունկցիան կատարել, դու քո ֆունկցիան չես կատարել, հիմա ես ասում եմ, մեր երկրին արդարադատության էլեկտիվ մոտեցում պետք չի, օր առաջ սա պիտի լինի, եւս ընդամենը 1 րոպե պիտի ասեմ, դիմելով դարձյալ կառավարությանը եւ արդարադատության մարմիններին։ Գնում է դատավարություններ ապօրինի գույքի, չէ, Իլգոթեն Գենս, հեշտ բան, չէ, հեշտ ճանապարհով հարստացած գույքը յետ բերելու համար։ Միայն 2002-ից 2001-ից մինչև 2015-20 թիվը ընկած Երևանի 4 քաղաքապետերի ունեցվածքը մի քանի միլիարդ դոլարը անցնում է դոլարային համարժեքով։ Եվ նրանց սեփականության վկայականները մի քանի ինքնաթափ բեռնատար մեքենաներ չեն կարող տեղափոխել։ Ինչի մասին է խոսքը։ Ում եք դու եւ ընդ որում ինչպես են սեփականաշնորհ գերակա շահ ճանաչված 60 հոդվածների տակ գտնվող սեփականության օբյեկտներ, տեսեք, Աբովյան փողոցի, Թումանյան փողոցի, մյուսի, միայն նախկին ոստիկանապետի, նախկին գլխավոր դատախազի, նախկին ՊԵԿ-ի նախագահի ունեցվածքը մի քանի միլիարդ դոլարը անցնում է, եւ գիտեք, իրենք այսօր ասում են մենք հիվանդ ենք, այդ նրանց տեղական տրվողներն էլ պիտի նստեն, պիտի բանտում լինեն։ Ինչ է նշանակում, եթե հիմա նրանց ասեն ձեր հանդեպ հակակոռուպցիոն կոմիտեն վարույթը կասեցնում է եւ ձեզ նշանակում են նախկին դիրքերում, ես ասում եմ, որ ոչ մեկը մարաթոնյան վազքի ոչ մի չեմպիոն չի կարող նրանց հավասար մրցավազք իրականացնել, քան նրանք կհասնեն իրենց նախկին աթոռներին։ Այսպես է իրականությունը, այսպես է մեր արդարադատությունը, որը սելեկտիվ կերպով է եւ սրա ամենամեծ մեղավորը հանրապետության կառավարությունն է։ Եթե հետեւողական չեղավ, ես ինքս եմ առաջինը դատապարտելու կառավարության գործունեությունը այս ուղղությամբ։ Եթե պետության թալանված միլիարդները հետ չբերվեն եւ ավելին ասեմ, եթե այս մարդիկ, ովքեր անխիղճ կերպով բանակի, քաղաքի տարբեր ոլորտներում ՊԵԿ-ում այս գումարները անխիղճ կերպով թալանածները իրենք պիտի ինքնակամ վերադարձնեն պետությանը եւ մեր ժողովրդից էլ ներողություն խնդրեն։ Ինչ խոսք կարծում եմ ընտրությունները կանցնեն ոչ լարված մթնոլորտում եւ ընտրությունները ես իմ ներքուստ համոզված եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուները հաղթելու են եւ ես պիտի կոչ անեմ իմ բոլոր գործընկերներին, իմ ուսանողներին անվարան կերպով իրենց ձայնը բարձրացնել հօգուտ Գյումրիում Սարիկ Մինասյանի, իսկ Փարաքարում Լյուդվիգ Գուլնազարյանի օգտին։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Սաֆարյան, հետևենք զարգացումներին, հարկ լինելու դեպքում կրկին այս տաղավարում քննարկենք հարցերը։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։